Ուզում եք դադարեցնել ծխելը, զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարով և հոգեբան խորհրդատուն կօգնի ազատվել կախվածությունից։ Այս մասին հայտարարությունը պարբերաբար հրապարակում ու վերահրապարակում են Կախվածությունների բուժման ազգային կենտրոնն ու Առողջապահության նախարարությունը։ Խոսքը վերաբերում է նաև էլեկտրոնային ծխախոտից կախվածությանը։ Կենտրոնում ծառայությունը գործում է 2023 թվականից, ամսական 70-80 զանգ են ստանում։ Շատ դիմում են այն ծնողները, ովքեր որ ունեն դեռահասներ, ովքեր որ օգտագործում են ոչ միայն ծխախոտ, այլ նաև էլեկտրոնային ծխախոտներ։ Վերջին շրջանում ծնողների զանգերի հաճախականությունն ավելի է մեծացել, քան օրինակ եղել է 3 ամիս առաջ։ Դեռահասների համար էլեկտրոնային ծխախոտն ավելի գրավիչ է տեսքով, համով, հոտով։ Դա նրանց համար նաև ինքնահաստատման միջոց է։ Նախ ծնողներն են դիմում թեժ գծով, հետո մասնագետի խորհրդով դեռահասին տրամադրում այնպես, որ նա ինքը զանգահարի։ Այնուհետև այդ կապը դառնում է նաև հետադարձ ու երեխայի հետ աշխատում են մինչև արդյունքի հասնելը։ Դրա համար պահանջվող ժամկետն անհատական է, կարող է տևել մինչև մի քանի ամիս։ Դեռահասները փաստորեն կյանքի այդ փուլում ոչ միայն հասցնում են ծխել, այլև կախվածություն ձեռք բերել։ Սկսում են ծխելը 13-14 տարեկանից, արդեն 16-17 տարեկանում իրանք ունեն ձևավորված կախվածություն ու չեն ունենում այդ ընթացքում դադարներ, իրանք եթե ունենում են ազատ ժամանակ, հասցնում են այդ ազատ ժամանակում մի քանի գլանակ ծխել, ինչը որ հետագայում արդեն ավելի բարդ արդյունքներ է ունենում, քան որ օրվա ընթացքում ավելի երկարաժամկետ լինի օգտագործումը։ Ծխելը թողնել ցանկացող մարդկանց հետ մասնագետը նախ աշխատում է մոտիվացիայի զարգացման ուղղությամբ, ինչը նույնպես տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Եթե մարդը ունի ցանկություն, ապա իր մոտ կստացվի այդ միտքը ու գաղափարը։ Երկրորդը արդեն իմիտացիոն վարժություններն են, որոշակի գրաֆիկի փոփոխությունները հիմնականում, սովորությունների փոփոխությունները։ Օրինակ, եթե մարդն առավոտյան սուրճ է խմում ու դրա հետ էլ 3 գլանակ ծխում, առաջարկում են սուրճը փոխարինել թեյով կամ ջրով։ Սկզբում դժվար է լինում, օրգանիզմը դիմադրում է, բայց հետո սովորական է դառնում։ Սուրճ չխմելով չի էլ ծխում։ Կամ եթե սուրճից հրաժարվել չի կարող, առաջարկվում է գլանակների քանակը աստիճանաբար նվազեցնել։ Այդպես օրական մի քանի գլանակ նվազեցնելով ձգտում են ամբողջովին ծխելը դադարեցնելուն։ Ու նաև քննարկել են բոլոր պայմանները, թե ինչից հետո է առաջանում ծխելու ցանկությունը։ Երբ որ ձեռքը տանում են տուփին, ինչ զգացողություններ ունեն, երբ որ օրինակ գլանակը արդեն վերջանում է ու գլանակը հայտնվում է մոխրամանի մեջ։ Այդ բոլոր մանրուքները քննարկելով կարողանում ենք դրական արդյունքների հասնել։ 10-ից 7-ը թողնում է, եթե անգամ ժամանակավոր, բայց թողնում է։ Օրգանիզմի վրա ծխախոտի բացասական հետևանքների մասին շատ է խոսվել։ Բժիշկներն ասում են, դա վաղուց ապացուցված է։ Մի շարք բժշկական հետազոտություններ կան, որոնք նաև փաստում են, որ նույն ծխախոտի ծխի մեջ պարունակվում է շուրջ 4000 տեսակի թունավոր նյութ, որոնցից 40-ը հստակ կանցերոգեն քաղցկեղածին։ Նիկոտինային ծուխը համարվում է կենցաղային թունավորման տեսակ։ Ծխելը մեծամասամբ դառնում է շնչառական օրգան համակարգերի քաղցկեղի առաջացման պատճառ։ Նաև մենք հաճախ տեսնում ենք, ինչպես նաև ոչ միայն շնչառական, այլև այլ օրգան համակարգերում նույնպես առաջացող փոփոխություններ, որոնք հետագայում բերում են քաղցկեղի առաջացմանը։ Ինչպես նաև հենց ծխախոտի ծուխը ինքնին լինելով տոքսիկ ազդեցություն ազդում է ինչպես բերանի խոռոչի, ատամնաշարի, կոկորդի, թմբանային համակարգի վրա։ Դեռահասային տարիքում ծխելը բացասաբար է ազդում երեխայի աճի վրա, արդեն հասուն տարիքում կարող է անպտղություն առաջացնել, ու որքան վաղ է անձը սկսում ծխախոտ գործածել, այնքան հավանականությունը փոքր է հետագայում դադարեցնելու։ Առաջանում է բարդ ու կայուն կախվածություն։ Համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս դեռահասության տարիքում ծխել սկսած մարդկանց միայն 7%-ն է կարողանում ամբողջությամբ ձերբազատվել դրանից։ Աննա Զախարյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։